Վանաձորի Թումանյան 11 շենքի բակում հավաքված բնակիչները Բարգավաճ Հայաստան կուսակցության հավաքանու թեկնածուներին են լսում։ Ծրագրային դրույթներին որոշակիորեն ծանոթ են, այժմ անմիջական շփումների միջոցով են փորձում ամրապնդել կողմնորոշումները։ Այծեմ Նիկոհանյանին թղամասում լավ են ճանաչում, սիրված ու հարգված բուժաշխատող, մարդ, ով լավագույնս կկարողանա համայնքային խնդիրներին լուծումներ առաջարկել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության թիմի հանդեպ վստահությունը մեծ է, բնակիչներն են հավաստում։ Կինը ավելի լավ կկառավարի, ավելի լավ կազմակերպի, ինձ թվում է, որ շատ լավ կլինի։ Իսկ Բարգավաճի մասին կուսակցության շատ գոհ ենք մենք իրանից, նույնիսկ օգնել են հիվանդ մարդկանց, ես շատ լավ տեղյակ եմ, գիտեմ, թե մեքենայով, թե գումարով։ Որպես Ծառուկյանի կուսակցություն տենց գիտեմ, սենք որ լավ բան էր անում։ Հույս ունեմ, չգիտեմ, կլինի թե չի լինի, բայց այս ընտրությունները ցույց են տածում, որ մի բան կլինի լավ մեզ համար, ժողովրդի համար։ Ճանաչում եմ ես թեկնածուներին, բոլորն էլ բանիմաց մարդիկ են, ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդին նվիրված մարդիկ են։ Օրինակ, ասենք, մեր բժշկուհի Այծեմ Նիկոհանյանը իր ամբողջ տարիների ընթացքում նվիրված է եղել մեր ժողովրդին, օգնել է, օգնում է։ Հրանտ Մարգարյանի մասին կարող եմ ասել, որ բանիմաց անձնավորություն է, անաղարտ անձնավորություն, մեծատառով մարդ։ Սեյրան Հարությունյանի ես ճանաչում եմ 80-ական թվականներից, որպես ինքն էլ, ասենք, ժողովրդի նվիրյալ է։ Հավաքանու թեկնածուներից Սեյրան Հարությունյանը խոսում է Վանաձորում ներդրումային միջավայրի բարելավումից եւ հավաստում, որ Վանաձորի հավաքանու կազմում ներկայացվածություն ունենալու պարագայում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հետամուտ կլինի այս ամենին։ Այծեմ Նիկոհանյանն էլ նոր ընտրակարգի մասին է իրազեկում թղամասի բնակիչներին, նշելով, որ անհատների փոխարեն ընտրություն է արվելու կուսակցությունների եւ որքան հեղինակավոր կուսակցության վստահ են իրենց քվեն, այնքան ուժեղ համայնքային իշխանություն կունենան։ Ուժեղ, բանիմաց, հավաքանի ընտրելու պարագայում դուք կարող եք ունենալ ուժեղ, բանիմաց քաղաքապետ, որը ձեր կողքին կանգնած կլինի։ Ես չեմ ուզում, որ լինի միակուսակցական հավաքանի, ինչպես եղել է մինչև հիմա։ Ես չեմ ուզում, որ հավաքանում ձեր հոգսերը ոչ ոք չհոգա։ Ես շատ եմ ուզում, որ բոլորս կարողանանք ներկայացնենք մեր բոլորիս պրոբլեմները, իրար հետ միավորվենք ու իրար հետ բոլորս փորձենք ինչ-որ բան փոխենք։ Հրանտ Մարգարյանն ու Դավիթ Հակոբյանը կարևորեցին բնակիչների ինքնաբուխ ու ոչ պարտադրաբար հանդիպման գալը, դա որակելով վստահության երաշխիք։ Հրանտ Մարգարյանը Վանաձորում տիրող իրավիճակին անդրադառնալով մատնանշեց հատկապես տնակային ավանդները։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ այնտեղ ապրող մարդիկ ապրեն մարդավայել ու արժանապատիվ։ Մեր հավաքական ուժով կառուցելու ենք մեր բոլորի երազած Բարգավաճ Վանաձորը, հավասար հնարավորությունների ու իրավունքի քաղաքը։ Դարձնենք բարեկեցիկ մեր ժողովրդի կյանքը։ Յուրաքանչյուրը ունեցեք մասնակցություն այդ շինարարության մեջ։ Մենք ուզում ենք կառուցենք մեր քաղաքը, վերականգնենք մեր բարի ավանդույթները։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որ իհարկե ոչ իշխանական, որոնք որ այսօր շահագրգիռ են, որ վիճակը փոխվի, որոնք շահագրգիռ են, որ մեր քաղաքը Բարգավաճի ծաղկի ու որոնք որ պատրաստ են հանուն վանաձորցու ամեն ինչ անել, որ վանաձորցու կյանքը դարձնենք հարմարավետ եւ բարեկեցիկ։ Լուսինե Սարգսյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։